Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ազգային ժողովի ընտրություններում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների նախնական թիվը։ Այն 2,489,031 է։ Հիշեցնենք, որ գալիք խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի հունիսի 7-ին։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանը դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ նրան 2 անգամ վիրահատել են։ Վերաքննիչ դատարանը փետրվարի 6-ի սրբազանի խափանման միջոց կալանքը փոխարինել է տնային կալանքով։ Նրան արգելված է պատարագի եւ ծեսերի մասնակցելը։ Գյումրիում իր կեցավայրի մոտ Միքայել Սրբազանին հոգեվորականներն ու հավատացյալները դիմավորել են շարականներ երգելով։ Հիփոթեկային պորտֆելի մեծ մասը կրկին բաժին է հասնում Երևանամերձ մարզերում։ Այս վարկերի պորտֆելը 2025 թվականին աճել է մոտ 31%։ Բանկերի միության նախագահը այսօր ասել է նաև, որ մայրաքաղաքում հիփոթեկային վարկերի ծավալն աճել է 7,4%, հավելելով, որ պետք է հաշվի առնել, որ Երևանում այս վարկերի բացարձակ ծավալը գրեթե 3 անգամ ավելի է՝ 1,18 տրիլիոն դրամ, 480 միլիարդի դիմաց։ Բանկերի միության նախագահի կանխատեսմամբ առաջիկա տարիներին հիփոթեկային պորտֆելները կավելանան նաև մայրաքաղաքից ավելի հեռու գտնվող մարզերում, քանի որ մայրաքաղաքի նորակառույցներում բնակարան գնելու համար դադարել են գործել հիփոթեկային արտոնությունները։ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու Քաջարան-Ագարակ 32 կիլոմետր երկարությամբ կառուցվող ճանապարհահատվածում ավարտվել է երկրորդ 530 մետր երկարությամբ թունելի հորատումը։ Տեղեկությունը հայտնում է ճանապարհային դեպարտամենտը, տեղեկացնելով, որ այս թունելում այժմ կատարվում են գաբարիտային չափերի ապահովման եւ նախագծով նախատեսված այլ աշխատանքներ։ Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում շարունակվում են նաև կամուրջների եւ հողային պաստառի կառուցման աշխատանքները։ Առաջին թունելի հորատումը ավարտվել էր նախորդ տարի։ Շինարարն այդ հատվածում այժմ իրականացնում է երեսարկի բետոնացում։ Հիշեցնենք, Քաջարան-Ագարակ 32 կիլոմետր երկարությամբ նոր հատվածը կես ժամով կկրճատի Իրանի սահմանից դեպի Կապան ճանապարհի տևողությունը։ Ըստ նախագծի Քաջարան-Ագարակ հատվածը կունենա 5 տրանսպորտային հանգույց, 17 կամուրջ, մեծ թվով հենապատեր։ Գոգավան Մաքսային անցման կետում դեպի Վրաստան ուղևորվող թեթև մարդատար մեքենայի զննության ընթացքում սրահի հետնամասի աջ և ձախ կողմերում գտնվող բաժակների համար նախատեսված պլաստմասե հարմարանքներն ապամոնտաժելուց հետո հայտնաբերվել են Մաքսային հսկողությունից թաքցված ապրանքներ, ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդեր։ Արտահանման նպատակով թաքցված զարդերի ընդհանուր քաշը 3 կիլոգրամ 319 գրամ է եղել, որից 540 գրամը ոսկենման մետաղից են եղել, իսկ շուրջ 2779 գրամը սպիտակ ոսկուն կամ արծաթի նմանվող մետաղից։ Դեպքի առնչությամբ կազմվել է Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն։ Զովունի Եղվարդ ավտոճանապարհի Զովունի գյուղի սկզբնամասում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով բժշկական կենտրոն է տեղափոխվել 1 քաղաքացի։ Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել են Հոնչի Մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը այդ ավտոմեքենայով բախվել է Նիսսանին, ապա դուրս եկել եւ իր մոտ պահվող հրազենից կրակել վիրավորի ուղղությամբ, հետո թողել է ավտոմեքենան ու դիմել փախուստի։ Դեպքից անմիջապես հետո քրեական եւ համայնքային ոստիկանության ծառայողները հայտնաբերել եւ ձերբակալել են հանցագործության մեջ կասկածվողին։ Նրան ներկայացրել է նախաքննական մարմին, ըստ նախնական տեղեկությունների, նա եղել է ոչ սթափ վիճակում, հանցագործությունը կատարել է իր անվամբ հաշվառված որսորդական զենքով, վիրավորի կյանքին վտանգ չի սպառնում։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։